Ողջույն։ Թշնամի երկրների բանակցությունները միշտ շատ դժվար են, ծանր, անկանխատեսելի։ Երբ օրինակ բանակցությունների են գնում ԱՄՆ-ն ու Իրանը, կա անհամբերություն, ինչով կավարտվի, հոչի ձախողվի, հնարավոր է չպայմանավորվեն, սրվի ու սկսի մեծ պատերազմ։ Նախապես մեզանից ոչ մեկ չգիտի ելքը, բանակցությունների մասնակիցներն էլ չգիտեն, տարբեր սցենարների պատրաստ գնում են։ Երբ բանակցությունների սեղանի շուրջ նստում են Ռուսաստանը եւ Ուկրաինան, նախապես հայտնի չէ, ինչ է լինելու։ Թուրքիայում բանակցություններից մի քիչ հույս կար հրադադարի, բայց արդյունք չունեցավ։ Կրկնում եմ, թշնամիների բանակցությունները անկանխատեսելի են, բայց բացի մի դեպքից, երբ բանակցողը Փաշինյանը չէ։ Իսկ երբ սա է բանակցում, մենք արդեն գիտենք, որ ցանկացած պարագայում հօգուտ Հայաստանի այն չի լինելու։ Նիկոլը մեկնել է Ստամբուլ, ինչպես շատերն են հեգնում, մերձավորի մոտ, իր տուն, գնա էլ չգա եւ այլն։ Բանակցային օրակարգը չեն բացահայտում, բայց մենք հո գիտենք, թե ինչ են պահանջում Ադրբեջանը եւ Թուրքիան, ու գիտենք, թե նրանց պահանջներին որքան հարգանքով ու պատրաստականությամբ է վերաբերում Նիկոլ Փաշինյանը։ Կա մի հոգի, որ մտածում է, թե Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքները լինելու են Հայաստանի օգտին։ Կանխատեսելի էր նաև, որ նախապես Թուրքիա այցելեց Ադրբեջանի նախագահը, կրկին խոսեցին Արցախի հարցում համատեղ գործած լինելու մասին։ Ալիևի այցը հերթական մեսիջն էր, որ ինչ էլ քննարկեն, գերակայելու է Ադրբեջանի շահը, որին երբեք Թուրքիան չի դավաճանի։ Մինչ այս բազմիցս հանդիպել են արտգործնախարարները, փոխնախարարները, բանագնացները, ուրեմն ենթադրում եմ նախապես համաձայնություն տրվել է նախապայմանների կատարմանը եւ բանը հասել է այդ մակարդակով այցին։ Լեզուս չի պտտվում ասել վարչապետի մակարդակով, որովհետեւ վարչապետի մակարդակը սրանց դեպքում այսպիսի մակարդակ է։ Թուրքիայի համար կարևոր թեմա է Զանգեզուրի միջանցքը, կարևոր թեմա է հայ-թուրքական սահմանը, որի նորից սահմանագծման մասին դեռ առաջին հանդիպումներից մեկի ժամանակ թուրք բանագնացը Ռուբինյանին փոխանցել էր։ Թուրքիայի համար կարևոր թեմա է ռուս սահմանապահների հարցը, որը իրեն խոչընդոտ է։ Կարևոր թեմա է ադրբեջանցիների Հայաստանում ապրելը։ Կարևոր թեմա է հայոց ցեղասպանության հարցի մերձնումը։ Կարևոր թեմա է հայկական սփյուռքից լրիվ կտրվելը եւ այլն, ու վստահաբար սրանց հետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի։ Անգամ խնդիր չունի Թուրքիայի հետ նոր ու հնարավոր սահմանագծման հետ։ Նա չէ ասում բոլոր հարևանների հետ պետք է գծենք։ Սրանցից բոլորը ի վնաս մեզ են, բայց այդ դեպքում ինչու է Նիկոլը գնում, որովհետև որևէ այլ երկրում եւ հատկապես Հայաստանում չունենալով աջակցություն իր իշխանության պահպանման երաշխավոր համարում է մեր թշնամի երկրներին։ Իսկ որ նրանք ամեն քայլի կդիմեն Նիկոլի իշխանությունը եւ դրանով պայմանավորված իրենց երջանկությունը երկարաձգելու համար, պարզից էլ պարզ է։ Չկասկածենք, որ եւս մեկ ժամկետ իշխանությունը պահելու համար այս թվարկածը սաղ զիջումները անի։ Սրանց համար իշխանության ղեկին գտնվելու մեկ օրն էլ է կարևոր։ Այդ մեկ լրացուցիչ օրը նշանակում է եւս 24 ժամ ախրանա, եւս 24 ժամ պետական հարստությունից օգտվել ու գումար դիզել։ Երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսում էր, ընդհանրապես այս վերջերս շատ է խոսում պետության համար նոր հեռանկարների մասին։ Այդ նոր չակերտներում հեռանկարը Թուրքիան է։ Եվրամիություն մտնելու նախագիծը ընդունել դրել են դարակը։ Հիմա էլ բացում են Թուրքիա մտնելու նախագիծը։ Երեք ասում էր, իմ ասած ապագա կարգախոսը նշանակում էր նախագիծ կա ապագայի վերաբերյալ։ Էս է նախագիծը դեպի Թուրքիա։ Ու եթե տեսնում եք Էրդողանի հետ հանդիպման գնալը ողջունում են հենց այն ուժերն ու ակտիվ գործիչները, ովքեր Եվրամիություն մտնելու ջատագով էին։ Թուրքիայի մասին դեռ կխոսենք։ Այս այցը դեռ շատ է փոթորկելու մեր հասարակական կյանքը։ Հələ հանդիպումը չեղած արդեն սկսել են բողոքի ակցիաների հնարավոր մասնակիցների բերման ենթարկել ձերբակալել։ Ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի երեկվա ելույթին ազգային ժողովի ամբիոնից։ Զարմանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի 2024 թվականի կատարողականը ներկայացնելիս հիմնական մասը ուղղեց եկեղեցուն քննադատելուն, բայց չէ որ սա 24 թվականի կատարողական էր, դուք 24-ին այդքան չեք հարձակվել եկեղեցու վրա, դա պետք է ներկայացներ
25 թվականի կատարողականի ժամանակ։ Խոսում էր եկեղեցականի բարոյականությունից։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ամենավերջին մարդն է, որ իրավունք ունի բարոյականությունից խոսելու։ Ասում է Մոմի գործի նայողը կաթողիկոսի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը կաթողիկոսի եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը քրոջ որդին է։ Հայ առաքելական եկեղեցին ասում է բռնազավթված է մի կլանի կողմից։ Թե եկեղեցում որ աշխատանքը ում բարեկամն է անում, կարող են այդ հարցը բարձրացնել հոգևորականները իրենց ներսում։ Եկեղեցուց դուրս գուցե էլի հավատացյալ ժողովուրդը իրավունք ունի հարց բարձրացնել, բայց արդյոք Նիկոլը իրավունք ունի։ Նա թվարկել է 3 հոգու մասին՝ կաթողիկոսի եղբոր տղայի, քրոջ տղայի եւ եղբոր մասին։ 3 հոգու։ Քանի հոգու թվարկեմ Նիկոլի կլանից, որ բազմել է պետական աթոռներին։ Աներձակը դեպուտատ է, եղբոր տղան դեպուտատ էր, Քավորը մարզպետ է, Քավորի եղբայրը դեպուտատ է, Սանիկը նախարար է, մանկապարտեզի ընկերը նախարար էր, կինը պետության մեջ թիվ 1 հիմնադրամն է ղեկավարում, եղբայրը իր շնորհիվ 100 տեղ տնօրեն է աշխատում։ Դու Նիկոլ, արդյոք իրավունք ունես խոսելու, թե ում բարեկամը որտեղ է։ Ավետարանում ասում է, թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է։ Մեր մոտ առաջին քարը նետում է մարդ, որը ինքը ենթակա է քարկոծման։ Պետությունն ու եկեղեցին անջատ կառույցներ են։ Դու սաղ պետական ապարատը լցրել ես ձերոնցով ու ասում ես, ահա եկեղեցու աչքի փուշը։ Բա քո աչքի գերանները։ Կրկնում եմ, եկեղեցում ինչ խնդիր կա, չկա, թող հոգևորականները բարձրաձայնեն։ Իրանք իրար մեջ լուծում տան։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Այդ գործերի մեջ դրսից մարդ չի մեջամտում։ Ես մի արխիվային ֆայլ ունեմ, անունը դրել եմ Ազգուտակով պաշտոնյա։ Ինֆորմացիաները հավաքում եմ 2018 թվականի մայիսի 9-ից սկսած, որ մի ԿՊԱ-կանը, հարազատը, բարեկամը, ընկերը, զոքանչը, հարսը նշանակվել է պաշտոնի, հավաքել եմ այդ ֆայլի մեջ։ Գիտեք, ծավալը քանի էջ է։ Այս պահին 1800 էջ։ Ասում է կաթողիկոսի եղբոր տղան Մոմի բիզնես նայողն է։ Ինձ կարող ես բացատրել, թե որ բիզնեսի նայողն է աներձակդ, որը մինչև 2018 թվականը Սառնարանում մկներ էին բույն դրել, իսկ իշխանության 7-րդ տարում 8-րդ տունն է հայտարարագրել։ Որ բիզնեսի նայողն է դեպուտատ աներձակդ։ Նիկոլի երեկվա ելույթը բոլորովին չէր տարբերվում պոպուլիզմով, ստով, ատելությամբ լի նախորդ ելույթներից։ Ուղղակի հիմա շատ ավելի բացահայտ է իր դավաճանության մասին ասում է. Հայաստանը լիարժեք դարձել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ներառյալ Կիրանցը, ներառյալ մի շարք բնակավայրեր Հայաստանից։ Ասում է, ինձ Հայաստանում ու դրսում ասում են, դու առաջին ղեկավարն ես, որ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում, բայց ասում է, ես էլ նայում եմ, որ ես ընդամենը ճանաչել եմ Հայաստանը։ Այս մարդու հոգին փառավորվել է փաստացի 2008 թվականի մարտի 1-ից հետո մեկել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ վերջնապես ու վերջնականապես հրաժարվել է Արցախից։ Ըստ Նիկոլի, այն ժամանակ, երբ Արցախը անկախ էր, զարգանում էր, Հայաստանը ինքնիշխան չէր, անկախ չէր։ Հիմա որ համ Հայաստանից է հանձնել, համ Արցախը ամբողջությամբ, համ միջանցք է տալիս, համ 200 քառակուսի կիլոմետր տվել է, համ 5000 զոհ է տվել, գերիներ ունի, հեսա Վրաստանի ու Իրանի մայրուղին անցնելու են Ադրբեջանի ձեռքը, երբ Թուրքի պահանջով սահմանադրություն է փոխում, թուրքերին էլ բերում է Հայաստանը բնակեցնելու, այ հիմա ինքնիշխան ենք։ Ասում են, մենք չենք կորցրել Արցախը, մենք գտել ենք Հայաստանը։ Ինչքան էլ իբր գեղարվեստական բառեր ասես, ձևակերպումներ տաս, իրականությունը հենց այն է, որ դու հանձնել ես Արցախը ու հիմա էլ հանձնում ես Հայաստանը։ Հայաստանի տակը դրել ես ակներ ու քշում ես Թուրքիա։ Ասում է վերջին 7 տարիների պատմությունը հաջողության պատմությունը։ Նիկոլ Փաշինյանի հաջողության պատմությունը հայկական հողերի հանձնումն է։ Սրա հաջողության պատմությունը 5000-ին Եռաբլուրում հուղարկավորելն է։ Այն որ հազարավոր տղեր հաշմանդամություն են ձեռք բերել իր պատճառով, դա իր հաջողության պատմությունն է։ Այդ հաջողության պատմությունը չի ասում պետության տեսանկյունից, ասում է իր անձնական տեսակետից, իր դաչաների պատուհանից։ Այո, քո համար ձեռք բերում էր, դու հələ պաշտոնի ես այսքանից հետո, չուլանը ծախել ես, թազատուն ես առել, աներձակդ մի քանի տուն է առել,
եղբայրներդ հաջողակ բիզնեսմեն են դարձել, կինդ գնում է Չինաստան կրթվի, դու անձնական հաջողություններ ունես ու բոլորը մեր պետության անհաջողությունների, ողբերգությունների գնով։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի խորհրդանի ամբիոնից ելույթում մենակ մեր ժողովրդին, հայ ժողովրդին կապող մի բան կար՝ լեզուն, հայերեն էր խոսում։ Մնացած բոլոր իր ասածները հակահայկական, հակապետական, հակաժողովրդական խոսքեր էին, գործողությունները խոսքերից էլ ավելի հակապետական, կրկնում եմ, մենակ լեզուն էր հայկական։ Չնայած հայերեն խոսելը հայկականության հետ ինչքան կապ ունի։ Ադրբեջանում էլ հայերեն խոսացողներ կան ու Հայաստանում էլ լիքը հայերեն խոսողներ կան, որոնք թուրքի ագենտ են, չկասկածեք։